Իմ ալիք ժողովուրդ։ Սամվել Կարապետյանի հայրենի Տաշիրում ուժեղ Հայաստանը տնտեսապես ուժեղ պետություն է խոստանում հայրենակիցներին։ Խոսք ինք տվի Հայաստանի ժողովրդին, որ իդա խեղճության, իդա քյասիբության ժամանակ պետք է բրձնի։ Գիշեր ցերեկ պետք է ենինք, հմեն ինչ ենինք, հանինք մեր երկիրն իդա վիճակից։ Էդի մեր գործնը ու մենք Հայաստանից, Տաշիրից իդա կսկսվի ու լուսուն, մգլոն Հայաստանն բարեկեցիկ ուժեղ երկիր Եվ օրեղնի, գիշանք իդա պատմականորն, գիշանք որ դուք ուդա եք, ու գիշանք որ իրար հետ ինչ երեցինք Հայաստան, աբրիկ, մերնիմ ձզի։ Լոռիում ծայրահեղաղքատության պայմաններում ապրող ընտանիքների է հանդիպել ուժեղ Հայաստանը։ Փոքրիկները հացի կարոտ չպետք է մեծանան։ Երեխա ունեցող ցանկացած ընտանիքի դաշինքը խոստանում է աննախադեպ տոկոսներով հիփոթեկային ծրագիր մշակել։ Անտուն չպետք է մնան հայրենազրկված արցախցիները։ Սիրելի արցախցիներ, իմացեք, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք ինչա կատարվում ձեր մեջ։ Իմացեք, քանի ես ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճամփա չի ունենա, արցախցուն սպառնացողը երկար ճամփա չի ունենա։ Մենք աղբեր ենք ու իրար հետ ենք։ Քաղաքները գյուղերը զարգացնելը ուժեղացնելը միայն համայնքի ուսերին չպետք է մնա։ Մեր հերոսական քաղաքներից ապարանում աշխատատեղի խնդիր չպետք է լիներ, ասում է Նարեկ Կարապետյանը։ Տղամարդիկ չպետք է ստիպված արտագաղթեն։ Մերս երկրի առաջնորդապետք որ ուր գնա, հետևից խնդրեմ չկա, հետևից լուծում գա։ Չփչացնի հարաբերությունները։ Մարդիկ ստեյց է գիտեմ, Խոպան են գնում, Ռուսաստան են գնում, այլ երկրներ են գնում։ Եթե չենք սարքում աշխատատեղեր Հայաստանում, գոնե մի փչացրեք հարաբերությունները դրսի երկրների հետ, որ մարդիկ իրանց ապրանքը արտահանեն, գնան այնտեղ աշխատեն, իրանց ընտանիքը պահեն։ Անընդունելի է ուժեղ Հայաստան դաշինքի համար, որ մեր երկրում կաթը ջրի գնով է վաճառվում, բայց Հայաստանի իշխանությունն այլ պետություններից միլիոնավոր դրամների կաթի փոշի է ներկրում։ Գործարաններ պետք է բացվեն, 300,000 աշխատատեղ լինելու է, Սպիտակում խոստանում է Նարեկ Կարապետյանը։ Սպիտակը պետք է զարգացող համայնք լինի։ 8 տարվա մեջ 7-8 միլիարդ դոլար փող են ծախսել։ Մի հատ գործարան ինչ է ժողովրդին աշխատանք, մշտական աշխատանք չեն կարողացել։ Գիտեք ինչու։ Որովհետև իրանց գործը մենակ փոքր ռեմոնտներ անելն է, բյուջեն ծախսելն է։ Մենք պետության ձևը փոխելու ենք։ Պետությունը հիմնականում աշխատատեղեր ստեղծելով է զբաղվելու։ Լավ վարձատրվող աշխատատեղեր։ Մենակ երբ որ հայը հարուստ եղավ, լավ ապրեց։ Հայաստանը այդ ժամանակ է ուժեղ լինում։ Լավ ապրի մեր ժողովուրդը, որ չթողնի գնա Հայաստանից։ Հարուստ տնտեսություն ունեցող պետություններում զարգացած է զբոսաշրջությունը, ուսումնասիրել է ուժեղ Հայաստանը։ Ստեփան Ավանի անկրկնելի բնաշխարհի մասին պետք է իմանան աշխարհի բոլոր ծայրերում։ Հայաստան եկող ամեն մարդ գոնե 2 օր գա այստեղ ապրի։ Սա է ճանապարհը։ Սա է հարստության ճանապարհը։ Կարապետյանը հայրենակիցներին խնդրում է հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին։ Հարուստ ապահով պետություն ունենալու համար բոլորի ձայնն է կարևոր։ Ով չի գնում ընտրության, ալարում է, սերիալա նայում, գործը անում ուրիշ, ընտրվում է Փաշինյանը, քո ձենը գնում է Փաշինյանին։ Չենք նայում սերիալ, ընկերները չեն գնում սիրուն դաշտերում ուտել խմելու, գնում ենք ընտրության։ Ընտրությունից հետո սարքում ենք լավ երկիր, գնում ենք դաշտեր ուտել խմելու։ Գանա Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։